Փաշինյանը դավաճանում է արդյոք կնոջը վերնագրով հրապարակի հոդվածը զրպարտություն համարող Նիկոլ Փաշինյանն այսօր չէր ներկայացել դատական նիստին։ Նրա ներկայացուցչի խնդրանքով դատարանն արգելեց տեսանկարահանել լրատվամիջոցի դեմ նիստը, պատճառաբանելով, թե նպատակահարմար չի համարում։ Հրապարակ թերթի գլխավոր խմբագիրը կարծում է ամաչում է Հայաստանի ղեկավարը։ Կարկատված են, ամաչում են։ Արմինե Օհանյանի համար զարմանալի է։ Նախկին լրագրող Փաշինյանը Հայաստանի առաջին ղեկավարն է, որ դատի է տալիս լրատվամիջոցին։ Հայաստանի վարչապետի ներկայացուցիչը պնդում է, կապ չունի, որ Փաշինյանը Հայաստանի ղեկավարն է։ Նրա մասնավոր կյանք չի թույլատրվում մտնել ու անհղում հայտարարություններ անել։ Անկախ անձի հայտնի լինելու հանգամանքից, պաշտոնյա լինելու հանգամանքից, որևէ անձ չի կարող տարածել տեղեկատվություն անձի մասնավոր կյանքի վերաբերյալ։ Եթե անձը հանրային գործիչ չէ, եթե դա չի բխում հանրային շահից, այդ դեպքում է արգելվում մասնավոր կյանքի վերաբերյալ տեղեկատվություն տարածել։ Հիշեցնում է Հրապարակ օրաթերթի երկարամյա գլխավոր խմբագիրը ամբողջ աշխարհում տարածված պրակտիկան։ Հայց որ կողմը զրպարտություն է համարում Հրապարակ օրաթերթի հոդվածում գրված օրինակ այս նախադասությունները, թե համար լուրեր են պտտվում, որ դուք դավաճանել եք Տիկին Հակոբյանին, եւ լուրեր էին պտտվում, որ Փաշինյանը ժամերով աշխատասենյակում փակվում է սեփական խոսնակի հետ եւ ներսից տարօրինակ ձայներ են գալիս։ Ինքը տարիներ շարունակ ազգային ժողովի ամենաբարձր ամբիոնից հնչեցնում էր օդում կախված լուրերի համաձայն եւ բազմաթիվ տեղեկություններ, պնդումներ էր անում, այսինքն այդ իր ցանկացած ելույթից հետո իրեն կարող էին դիմել դատարան։ Լուրեր են պտտվում, օդում կախված լուրեր կան, անանուն աղբյուրները հայտնում են ձևակերպումները լրագրության մեջ արգելված չեն, հիշեցնում է Հրապարակ թերթի գլխավոր խմբագիրը։ Զարմանում է, արդյոք դրանք թույլատրելի էին մինչև 2018 թվականը, երբ Նիկոլ Փաշինյանի ընտանիքին պատկանող թերթի ամեն հաջորդ հոդվածում կային այդ ձևակերպումները։ Կարող են, ասենք, սրբազանների մասին գրել մանկապիղծ են, կարող են գրել, որ, չգիտեմ, բան են խախտել են կանոնակարգը եւ այլն, իրենց ամեն ինչ թույլատրելի է, բայց իրենց նկատմամբ տեսեք մի կես քայլ արվում, թե չէ, իրանք ոնց են բոլոր հնարավոր միջոցներով իրենց շահերը պաշտպանում, իրենց իրավունքները պաշտպանում։ Հրապարակ թերթի խմբագիրը նկատում է, որ լրատվամիջոցների դեմ մեծ արշավ է սկսել իշխանությունը։ Օհանյանն արդար օբյեկտիվ դատաքննություն է ակնկալում։ Այս գործով պատրաստ են հասնել անգամ միջազգային ատյաններ։ Գայանե Մովսիսյան, Միլենա Պողոսյան, Հայլուր։ Հայաստանում եւ աշխարհում տեղի ունեցող իրադարձությունների մասին առաջինն իմանալու համար բաժանորդագրվեք մեր ալիքին, սեղմեք զանգակը, որ բաց չթողնեք ամենահրատապը, ամենակարևորն ու հետաքրքիրը։